Բարի օր հարգելի հետևորդներ ջան, սաղ գիշեր մեզ մոտ ձյուն ա եկել, առավոտյան անհամբեր արթնացել ենք և նայում ենք պատուհանից դուրս, որ տեսնենք ինչքան ձյուն ա եկել, շատ սիրուն էր ձյունը, պատկերացրեք ուզում էի սուրճս դնեի, բերեի այստեղ մեր բալկոնում դնեի, համ Նայիջանը հիանա ու սենց սուրճս վայելեի, բայց չէ մտածի կմրսեմ, ինչ եմ ուզում ասեմ, շատ ուրախացանք, բայց ձյունը հալիլ ա ու տխրեցինք հարգելիներս, ես էլ էստեղ լվացք եմ արել, մտածեցի քամի ա, լավ կչորանա, բերեմ սիրտակեղենը լվանամ այսօր, բայց լրիվ նայք սառուցայել է, փոշմանեցի 2 հատ պատաջալնիկ փռեցի, հետո փոշմանեցի ժողովուրդ ջան, սառուցայել է, տեղ կա որ սառուցա, բայց ոչինչ քամի ա կչորանա, Միլենաս էլ գնացել ա դրսում որ խաղա, հելել ա որ խաղա, այն էլ երեխես մրսում ա, հետա եկեք հանք տուն, եթանք չայ կտոք, չայ խմենք տոքոնոք, բերենք ստեղ խմենք, հա, տոտի աղջիկը Էլենն էլ հլը ձյուն ա խաղում, այս ցրտի մենակ Էլենն ա փողոցում, Էլեն, կմրսես, արի, ցուրտ ա, հլը երեխեքը չեն հելեի, որ խաղան երևի ցուրտ ա, մամաները չեն թողնում, որ հելեն ձյուն խաղան, տոտի աղջիկ, արի գնանք տուն, արի, Էլեն, մենք գնում ենք տուն, արի, բայց լավ սառն ա, չէ Միլեն ջան, մեր սիրուն ու փոքրիկ ձմեռ պապիկը, դու էլ ես հակե ձեռնոցներ Էլեն ջան, գնայ մաղջիկ, մի քիչ խաղացեք եկեք կմրսեք, տարակը տեր դրած, դու լավ չէիր նայել, գնա. Միլենա, չի սղում այդ բոթասներըդ, հա դե զգուշ գնա, զգուշ չընգնես, այս հրաշք ծաղիկին էլ պատուհանի գոգից իջացրեցի ներքև, դրել եմ այս անկյունում, բայց չգիտեմ կաճի, այս գեղեցիկ աճը լրիվ լույսի շնորհքն ա, որ դրած ա եղել պատուհանին, դրա համար տեսեք ինչ գեղեցիկ ա աճ է ու բոյ է նայեք, հələ դուք սրա բոյ ու բուսատը նայեք, ինձնից բոյով ա, թորնիկս խնդում ա, որ ասում եմ, իրոք էլի, տեսեք ինքան լավ աճ է, բայց չեմ ուզում, որ դնում եմ պատուհանին, անդադ այս վարագույրները, այս կոմ եմ քաշում, չեմ սիրում, բայց ստեղ եմ 2 հատ փոքր ծաղիկներ կան, Միլենա ջան, լավ աստե դնեմ արևս, թե հետո կարողա ու ասեմ կարողա փոշմանեմ 2 օր հետո նորից տանեմ դնեմ իրա տեղը, կոկոմներ կա վերել, նայեք ուզում ա ծաղկի ծաղիկս, բայց ես արդեն իջացրեցի ներքև, փշուրներն էլ թափել ա մաքրեմ, լույսերն էլ վառել ենք, Միլենա ջան, 2 հատ հաստր չեմ, տանեմ երեխեքը ուզում են տաք չայ խմեն, ասեցիք Էլեն ջան, սառն չէ, բայց ցուրտ ա, տենց տաք չի որ ասես, մի պալետ, դինը հանեք ու հիմա տենց սառած մնացել է,
մնա, հələ միակ այստեղ ուզում եմ ցույց տամ իմ հետևորդների, երեք պատրաստել եմ սառիցնովի խմոր ու նապոլեոն եմ թխել, անմիջապես հետո դեռ սառցարան չեմ դրել գնդերը, 3 անգամ բացել եմ, փակել եմ, նայեք տեսեք ինչ լավ լիստեր է ստացվել, ժողովուրդ ջան, իրոք շատ լավ այլ է, ես ինքան գոհ եմ իմ պատրաստած լիստերից, այստեղ լիստերն եմ արել ու չեմ արել, հա, մեկ էլ սրբերին խորիզով գաթան եմ թխել, 2 գունդել գաթան եմ թխել, մի կողմից թխել եմ, մի կողմից երեխաներս, դե Միլենաս էլ այստեղ, որ ասում եմ երեխաներս, թողնիկներս էլ են, ժողովուրդ, մեկը գնում է, մյուսը գալիս է։ Մազերս արդեն ներկելու է, տեսեք, իչքան պարզ է երևում սպիտակները, սենց ես չեմ զգում, հետո հոլովակը նկարելուց հետո որ նայում եմ, այդ վաղտ եմ զգում մազերիս, այս սպիտակությունը, ճիշտ առավոտյան դե հելնում ես, բնականաբար հայելու մոտ նայում ես, բայց ժողովուրդ, հիմա սենց նայում եմ, լավ սպիտակել է մազերս ու ես շուշուտ չեմ ներկում իմ մազերը, հարգելի հետևորդներ ջան, չեմ կարողանում շուշուտ ներկեմ, ինչի համար, որովհետև ներկերից, չգիտեմ, լավ չեմ զգում ինձի, որ մազերը շուշուտ ներկում եմ, դե բայց հիմա պետք է արդեն գնամ ու ներկեմ, ներկս քանի օր առել եմ ու այդպես էլ մնում է սեյնակում, իմ լուսամուտի վրա, այսօր պիտի անպայման ներկեմ, որովհետև իրոք շատ, հələ նայեք, ես էլ եմ արդեն նայում ու վատ զգում, դե բնական սպիտակ մազերը, վատ զգալու բան չկա, հարգելի հետևորդներ ջան, ես չեմ կարում հիշեմ, մի անգամ չեմ կարում, ուր էի գնացել, հարգելի հետևորդներ ջան, ուրախության էր, բայց ուր չեմ կարում հիշեմ, երկար տարի անց է, այնտեղ մի քանի կանայք կային, հավատացյալներ էին, իրանց մազերը բոլորը ճերմակ, սենց ու բոլորը սենց կապած մի ձևի, այս հետևները պոչի կարած, այնքան սիրուներ, ես հա նայում էի այդ կանանց, 3-4 հոգի կանայք էին, հա, բայց չեմ կարող հիշեմ ինչ առիթի էր, հա, իրանք շատ շուտ էլ գնացին այդ առիթից, բայց շատ սիրուն էին, այնքան սիրուն էին, նայում էի այդ իրանց ճերմակ մազերին ու իրանց դեմքի հետ սազում էր, այդ կանանց միշտ ես հիշում եմ այդ ճերմակ մազեր, հիմա հիմնա որ սենց ճերմակել ասեմ, կարող է ես է թողում սենց մնա մազերս ու ասեմ հարգելի հետևորդներ ջան, ընդամենը այս նայեք այս ճակատային մասն է ճերմակած, ընդհանուր ճերմակ չի, սենց որ մեջերը բացեմ, սև է, ուղղակի այս ճակատային, այս 2 հատվածն է, որ սպիտակ է, բայց կներկեմ, տեսնենք, որոշել եմ, որ այսօր ներկեմ, բայց չգիտեմ կհասցնեմ ներկեմ թե չէ, որովհետև այսօր է ազատ օրը, դե այսօր զբաղվում եմ միած սենց խորը մաքրությամբ, դե խորը մաքրություն ասելով ամեն օր մաքրում ենք, ամեն օր պիլասոսում ենք, ամեն օր փոշիները վերցնում ենք, պոլերը կսում ենք, բայց այսօր ինչի եմ ասում խորացված, որովհետև հանել եմ ափսեները, հանել եմ բաժակները ու այն սպասքը, որ պետքա դնեմ սեղանին, դե ես տենց եմ, նախապես հանում եմ, բոլորը մի հատ նայում եմ, սրբում եմ, որ հետո արդեն ամսի 31-ին ինձ համար հեշտ լինի, ու ես միշտ 31-ին, հարգելի հետևորդներ ջան, 31-ին ես ոչ մի բան չունեմ անել, բոլորը վերջացրած եմ լինում, ինձ մնում է լցնեմ ամանները, ասենք պատրաստ, որ շարեմ սեղանին ու իմ հանգիստը վայելում եմ 31-ին ու միշտ է տենցել է, միշտ, ես միշտ իմ մամային ասում եմ, մամ, կարող է ես 7 ամսեկան եմ ծնվել, խնդում էր մամաս, որ միշտ ասում էի,
ամեն ինչ ուզում եմ հասցրած լինեմ, ամեն ինչ անում եմ արագի մեջ, հետո եմ զգում, որ ես արագ եմ անում։ Ուզում եմ ամեն ինչ ժամանակին հասցրած լինեմ, տունը կլինի, խոհանոցում կլինի, ամեն ինչ արգել հետևորդներ ջան, դե դա բնավորության գիծ է, դե մի քիչ էլ ես ինձ կովամ էլի։ Իմ լավ հետևորդներ ջան։ Առավոտյան արթնացանք, ձյունը տեսանք, շատ ուրախացանք։ Մենք երեխաներից շատ ենք ուրախանում, որ ձյուն ենք տեսնում։ Դե հիմա երեխաները այդքան էլ ձյուն չեն տեսնում, որ մենք ենք տեսել։ Ես իմ մանկության տարիներից հիշում եմ, որ այդ ձյուներ են վաղտ հարգել հետևորդներ ջան, այդ ձյուներ են վաղտ։ Հիմա խեղճ երեխաները այդքան էլ ձյուն չեն տեսնում։ Հետա մի քիչ ձյուն եկավ, բայց ոնց որ արդեն հալում է, բայց էլի կարևորը որ տեսանք։ Ձյունը մաքրության խորհրդանիշ է, թող բոլորն էլ հարգելի հետևորդներ ջան, առաջնայինը լինեն առողջ, բոլորի տներում լինի առողջություն, ես միշտ ասում եմ, թող ոչ մեկը չհիվանդանա, բոլորը լինեն առողջ, բոլորի տներում լինեն հաջողություններ ու լիքը ուրախություններ, բոլորիս տները։ Ու մի քիչ էլ թող այս չար ու նախանց մարդիկ, չեմ ասում վերանան, իրանք էլ են մարդ, բայց մի քիչ հոգիները մաքրեն չարից, հոգիները մաքրեն, լեզուները մաքրեն, առաջնայինը, որովհետև հենց մարդը չարությունը գալիս է իր լեզվից, իր մտքից, ինչ ասեմ, մի քիչ էլ թող մարդիկ բարի լինեն, կամեցող լինեն, որովհետև հիմա մարդիկ են տեսակ են, քեզ նայում են, քո հետ խոսում են, աչքերիդ մեջ նայում են, բայց հետևիցդ խոսում են։ Տենց մարդկանց էլ ես ասում եմ, թող Աստված իրանց հետ։ Չեմ ուզում շատ խորանամ, հարգելի հետևորդներ ջան, ես սիրում եմ իմ հետևորդներին ամենակարևորը, իմ լավ հետևորդներին, դրսում ապրող իմ լավ հետևորդներին, Հայաստանում ապրող իմ լավ հետևորդներին, ճիշտ է դուք այդքան էլ շատ չեք, բայց ես ձեզ շատ եմ սիրում։ Սիրում եմ անկեղծ սրտով, հարգելիներս, եւ շնորհակալ եմ ձեզանից գեղեցիկ, հաճելի մեկնաբանությունների համար, որ դուք միշտ նայում եք իմ հոլովակը, դուք ինձ սրտիկում եք, դուք ինձ գրում եք, այ դուք եք իմ բարեկամը, այ դուք եք իմ լավը կամեցողը։ Ես շնորհակալ եմ ձեզ եւ հարուստ եմ ձեզանով, իմ լավ հետևորդներ ջան։ Եվ ուզում եմ նորից դիմեմ այն մարդկանց, ովքեր դիտում են չեն բաժանորդագրվում, հարգելի դիտողներ ջան, բաժանորդագրվեք Արմաշի համին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանությունները, տարածեք ալիքը, որ մեր ալիքը ավելի մեծանա, ավելի մի մեծ ընտանիք դառնա, ու ես ամեն օր նայելով իմ բաժանորդներին ավելի ոգևորված արթնանամ եւ իմ գեղեցիկ հոլովակը նկարեմ։ Բայց ես ամեն դեպքում որ հենց քնից արթնանում եմ, հարգելիներս, մտածում եմ այսօր ինչ հոլովակ տեղադրեմ, որ հաճելի լինի իմ հետևորդներին։ Շնորհակալ եմ ձեզանից, շնորհակալ եմ Ժասմինից, Ժենիայից, Լարիսայից, Արմինեից, չգիտեմ, Կարինեից, շատ եք դուք, շատ, որոնց որ այս պահին չեմ կարող հիշեմ, հարգելի հետևորդներ ջան, ներող կլինեք, դուք շատ եք, ես սիրում եմ ձեզ։ Նայեք, այստեղ հանել եմ արդեն, դե սրանք դուք տեսել եք, դեռ ցելոֆոնը վրան է, բայց խոհանոցում մի երկու հատ ունեմ, սենց օգտագործում եմ, հենց նույն սրանցից տարել եմ, հանել եմ, դրել եմ այստեղ, զեյթունի ամաններն է, խմորեղենի, կոնֆետի ամաններն է, անձեռոցիկներն է, այսպես դրել եմ անկյունի վրա, որ հանեմ, բոլորը սրբեմ, այս բարձի երեսներն էլ թեմույով պատվիրված բարձի երեսներն էլ ժողովուրդ ջան դուք տեսել եք, ես 8 հատ բարձի երես էի պատվիրել, 4 հատը արդեն բազմոցին է,
Իսկ սրանք 4 հատ էլ էստեղ է, 2 հատը հեսա տղայս ննջասենակը իր բարձերի վրա իմ քաշե, այնքան լավն է, որակը այնքան լավն է, չնայած նոր սպիտակեղեն եմ գնել, որ քաշեմ, ժողովուրդ ջան, այս բարձերը չի խոսում այդ նոր սպիտակեղենների հետ, բայց ոչինչ, որպես ամանոր, թող երեխաներս այս բարձի երեսների, այս բարձերի վրա քնեն։ Այս երկուսը տղայիս ննջասենակն եմ դրել, 2 հատն էլ կդնեմ Էլենիս ննջասենակը։ Այստեղ էլ բաժակներն եմ հանել, ափսեներն էլ եմ հանել, սրանք հացի ամաններն է, վրայի շորերը հանել եմ, սրա շորերը կնով կեքով կպնում, այնքան լավն են։ Այս հացի ամանները ամենօրյա չեմ օգտագործում, առիթից առիթ եմ օգտագործում, շորերը սպիտակ էր, գույնը այդքան է դուրս չէր գալի, ժողովուրդ ջան, չնայած որ լվացել էի դրել էի, բայց չգիտեմ ինչի մի ձևի դեղնել էր, հիմա նորից հանել եմ, լվացել եմ չորանումը, որ բերեմ դա էլ քաշեմ։ Սա էլ բաժակներն, ասենց պետք է բոլորը բացեմ, սրբեմ սկուտեղների վրա, շարեմ։ Մեր տուն արդեն նոր տարի է, հարգելի հետևորդներ ջան։ Առավոտյան էլ արթնացել էինք, այնց մութ էր այս հյուրասենյակը, անմիջապես այս լույսերն են վառել, դեռ բոլորը քնած էին, հա, ես էի զարթնել, հելա ջունը տեսա, ուրախացա, ասես լույսերն էլ վառեմ, մի հատ ինձի լավ զգա։ Այս էլ այն արհեստական ծաղիկներն է, տեսեք որտեղ եմ դրել, ուր եմ դրել եմ, այստեղ ծաղիկ կա, այնքան դժվար է աճում այս ծաղիկը, դրել եմ այստեղ, բայց բնականից չի տարբերվում, տեսեք դաժե տերևների գույները բաց ու մուկ, այսինքն այս տերևը նոր է, այս մի տերևը մի քիչ հին է, բնականի նման է, արգելի հետևորդներ ջան, այս ծաղիկներն էլ հիմա պետք է տանեմ, բոլորը լվանամ, փոշիները մաքրեմ, այսօր պետք է այս գործերս անեմ, վերջացնեմ։ Արգելի հետևորդներ ջան, ինչքան գործ կարացի, այս պահին արեցի, որն էլ կիսա թողեցի, եկա այստեղ մամայից ստուն եմ եկել եմ խեղճ հարսիս ջանի, եկել եմ, որ հարսս մազերս ներկի, միշտ իմ հարսս այն մազերս ներկում, այս խառը օրը եկել եմ հարսս մազերս ներկի, մեկ էլ էլոսանի ինձի, ունքերս հանի, դե հարսիկս հիմա իր սենակումը հաճախորդ ունի, ինձի գրանցել է ժամը 6-ին, բայց ես ժամանակից շուտ եմ եկել, դեռ 3 չկա, ես արդեն այստեղ եմ, ասի մի քիչ շուտ գնամ, համ հարսիս հետ մի հատ սուրճ կխմեմ, մի քիչ շաքեյ սկսիրեմ, իրանք էլ արդեն տոնածառ են դրել, ասի մի հատ հլը տենամ շաքես ոնց է ոգևորվել այս տոնածառով, մեկ էլ տենամ ոնց է ձյան հետ խաղում, շատը դրա համար եմ եկել, մի հատ տենամ շաքեյիս այդ ձյան հետ խաղալա, որովհետև առաջին անգամ է երեխես ձյուն տենում, հեն էլ եկել ենք, տանը մարդ չկա, հարսիկս իրա սեյնակում է, մամաս դրսում ձյուն է մաքրում, երեխաներն էլ տունը չեն, մենակ շաքեսա, որ քնած է, դեռ չգիտի, որ իրա հոգուրը եկել է։ Էլեն ջան, մի արեք, սուս թող քնի։ Այ Միլեն ջան, հələ գնա, արևս կարաս գնաս հարսիկի սեյնակի դուրս, էցի ասա, Բարդուի հարսիկ, տատին ասում է շատ ունես, ես դնեմ կոֆեն, շուտ կգաս, ասա, թե շատ ունես, տես ինչ ասում, եթե հիմա գալիս է, ես դնեմ, իսա հարսիկս կասի, խես շուտ եկե, ես քեզ գրանցել եմ ժամը 6-ին, խես շուտ եկե, ես այս կանան բերել, բայց ստեղ կթար կա, Աղա դու էլ խամես Էլեն ջան,